Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։ Ցանկություն չունեի խոսալու, բայց երեք մի քանի անգամ ինչ-որ անունս եւ այս դահլիճում եւ դահլիճինքից սրահում տրվեց։ Ուզում եմ ամեն դեպքում արձագանքել, թեև Տիկին Խամոյանը այստեղ չի։ Ասում են հաջորդը ես եմ, հա, ոնց որ թե։ Ես ուզում ասեմ, որ ես հաջորդ չեմ։ Ես նախորդն եմ, հարգելի գործընկերներ, նախորդը։ Երբ որ մի ամբողջ հակակոռուպցիոն կոմիտե տասնյակ քննիչներով հսկող դատախազների բանով ղեկավարությամբ 5 տարի է փորձում է ինչ-որ բան գտնի կովիդի շրջանակներում կերած փողերից։ Եվ ինչ-որ բաներ ոնց որ թե գտել են ու դատական գործեր կան, քրեական գործեր կան, դատական գործեր կան, ինչ եմ առաջարկում, որպեսզի պարզեք այդ ինչքանով էր օբյեկտիվ, ինչքանով էր ճիշտ, ինչքանով իմ հետ կապ ուներ, թե չէ։ Տիկին Խամոյանի սենց հերակա առաջարկում եմ գնալ լուսաբանել այդ դատական լիստերը, գնալ լուսաբանել, վկաներից ուսմունքները լսել, ամեն օր հանրությանը ներկայացնել, ոչ թե միայն երբ որ այդ գործերը հարուցվում են ու տենց ձեռնագրեր են դառնում, միլիարդներ, 50, չգիտեմ 100, վերջում եկը պարզվի ավելի շատ, ու հետո ասեն, բա ինչ եղավ այդ 50 միլիարդը, գնացեք պարզեք ինչ եղավ, գնացեք պարզեք տեսեք ինչ եղավ, հիմա չեմ ուզում ասեմ ինչ կլինի, որ հետո չասեն դատարանի վրա եմ ճնշում գործադրում։ Հաջորդը ասում է, բան, օրական 30 ինտերվյու է տալիս։ Վախտին Տիկին Խամոյանին էլ է ինտերվյու տալիս համեկում, լավ էր ստացվում էր, տնաս խի թողես գնաց։ Շատ հաճելի հաղորդավար էր։ Ի տարբերություն երևի մեր գործընկերների, օրինակ ես, որ ինտերվյու եմ տալիս, խորապես համոզված եմ նրանում, ինչ որ ասում եմ։ Ու ոչ մեկ ինչ չի ասում գնա ինտերվյու տուր կամ ձեր քաղաքական գիծը պաշտպան։ Ես հավատում եմ դրան, ինչ որ ասում եմ։ Հուսով եմ մեր գործընկերներն էլ իրականում, որտեվ առնվազն իրենց ընտրողների եւ մեր ժողովրդի առաջ գոնե անկեղծ են։ Հաջորդը, որ ուզում եմ ասել, որ ստեղ էլի շատ է խոսվում։ Ես ուզում եմ վստահեցնել մեր հատկապես քաղաքացիներին, որ մենք դեռ որոշում չունենք ոնց են քվեարկելու։ Ընդհանրապես, երբ որ մենք այստեղ հարցեր ենք քննարկում, որոնք հետո հատկապես փակ գաղտնի քվեարկություններ են ենթադրում, մենք այդ հարցերը քննարկելուց հետո ենք որոշում։ Եվ պատահական չի, որ մեր գործընկերները, քիչ առաջ պարոն Եղոյանը, երեք մեր շատ գործընկերներ եւ այսօր էլ էլի կլինեն հարցեր են տալիս եւ բովանդակային, եւ ընթացակարգային եւ այլն։ Եվ մենք որևէ կաշկանդվածություն չունենք եւ չենք էլ ունեցել երբևէ ի տարբերություն շատ այլ քաղաքական ուժերի, կայացնենք այնպիսի որոշումներ, որոնցում էլի համոզված ենք եւ ոչ թե մեզ ինչ որ մեկը թելադրել է։ Այս շատ կարևոր է, որովհետեւ մենք ուզում ենք, որ ժողովրդավարությունը եւ ժողովրդավարական ինստիտուտները եւ ցանկացած ինստիտուտի լիազորությունների շրջանակներում զարգանա, այդ թվում ազգային ժողովը։ Այս նոտայի վրա էլ ուզում եմ ավարտեմ ելույթը, շնորհակալություն։ Շնորհակալություն, ձեզ նույնպես Վիլեն Գաբրիելյան, հաջորդ ելույթի համար համեցեք։